Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք շատ սպասելի, սիրված հյուրեր Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալից, վստահ եմ նրանց միասին տեսնելիս հիմա շատ զարմանալու եք։ Մեր հյուրերն են Գարիկ Կարապետյանը եւ Պավել Թադևոսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Լավ, դուք ինչպես եք։ Մենք շատ լավ ենք, իսկ միշտ լինում, որ շաբաթ կիրակին սկսում եք Վեդիալկոյում, կամ ասեն շատ հեռու տեղ է, Երևանից շատ այսպես եւ մոտ եւ հեռու։ Դե ոչ միշտ, բայց ամեն դեպքում հաճելի է։ Շատ լավ, կերպարները հակասական կերպարներ են հեռուստասերիալում։ Գանք սկզբից, ոնց հայտնվեցիք սերիալում եւ կերպարների առումով ամեն մեկը իր կերպարի մասին մի քիչ պատմի։ Կսկսես թե։ Սկսի։ Ես։ Դուք տենց վստահ մի հիմա էլի թողեք իրա վրա, որովհետև հեռուստադիտողները բայց ինչ վատն է։ Իմանալու են ասած իրական կյանքում էլ ենք, էլի դու ես ինչ որ վեճ Էլի թողումը։ Հակառակ իրականում ես զիջում եմ, քանի որ այն ինչը որ պետքա Պավելը խոսի, ասի, նույնը ես եմ ասելու, տարբերություն չկա իմ կարծիքով, քանի որ այն ինչը որ ստեղծել եմ կերպարը Արմոն, այդ ֆիլմում է, իսկ այստեղ ես Գարիկն եմ, Գարիկ Կարապետյանը։ Ասեք, որ Գարիկը լավ մարդ է։ Հա, դա անկեղծ ես մի քանի օր առաջ էլ երբ նկարում ենք ֆիլմի մասին է, այնտեղ էլ եմ ասել ու հիմա էլ կասեմ, որ նախ ես ու Գարիկը մինչև պրոյեկտում իրար հետ հայտնվել է, եղել ենք շատ լավ, շատ մտերիմ ընկերներ, այն ընկերներն են եղել, ով ես եմ գնացել իրանց տուն, ինքն է եկել մեր տուն, այս ձև է եղել էլի ամեն ինչ ու որ իմացանք Հարսնաձորում լինելու ենք ընկերներ, մեր կերպարները ընկերներ են լինելու, ուրախացանք շատ։ Բայց հետո սյուժեն եկավ ու հասկացանք, որ ավելի շատ մենք ենք թշնամիներ, քան Վռամն ու Հայկը։ Իսկ ինչպես եղավ առաջարկը սերիալը նկարելու համար։ Կաստինգ, հա։ Այո, հարցին ես պատասխանեմ, հա, պարզապես մեկին, որ հանդիսատեսն էլ տեսնի, հասկանա, որ այդքան բացասական կերպար չի, իմ իրական կերպարը, իմ իրական եսը։ Հա, մենք քայստինգի միջոցով ենք անցել, երկուսս էլ սովորում ենք Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում։ Քայստինգ էր հայտարարված, եկանք, մասնակցեցինք եւ հաղթեցինք, կարելի է այդպես ասել։ Ում կուրսն եք սովորում, ում արվեստանոցում եք սովորում։ Ես Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցում եմ, իսկ Պավելը Դավիթ Հարությունյանի։ Իսկ ինստիտուտը չի խանգարում նկարահանումներին, որովհետև մեր ժամանակ արգելված էր, որովհետև մեկը մյուսին շատ էր խանգարում։ Իրականում մեզ էլ են արգելել սկզբից առաջին, երկրորդ կուրսերում, բայց երրորդ կուրսից այդ արգելքը մի քիչ թուլացավ, էլի։ Ես որ սկսեցի նկարվել, 4-րդ կուրս նոր էի տեղափոխվել, էլի։ Ու այդ խնդիրը չեղավ, որովհետև 4-րդ կուրսում ավելի թեթև էր, էլի գրաֆիկը այդքան դասերի չէին գնում, ինչ որ փորձեր, բաներ եւ այլն։ Շատ լավ, հիմա կերպարների զարգացման մասին, հա, սկզբում նշեցիք, որ ընկերներ եք եղել հեռուստասերիալում, հետո կերպարները գնացին լրիվ տարբեր ուղղություններով։ Ոնց է ստացվում լինելով կյանքում ընկերներ, սերիալում խաղալ թշնամիներ։ Ծիծաղելու դեպքերը, դուբլները շատ են լինում։ Իրականում այդ ամենահետաքրքիր բաներից մեկն է, երբ որ դու իրական կյանքում շատ մտերիմ ես այդ մարդու հետ, բայց սերիալում պիտի խաղաս որպես թշնամի։ Սկզբում իրոք եղել է այդ լավ ընկերությունը, լավ մտերմությունը պրոյեկտում, որովհետև սցենարային նենց էր, որ իմ աղբերը մահանում է, սպանում են եւ այլն ու միակ մարդը իմ ընկերներից ով կողքս է, այդ Արմոնն է ու ինքն է թևութի կունքին ձելի։ Բայց հետո զարգացումները նենց գնացին, որ Արմոն սիրահարվում է Նարեին, սերիալում իմ քրոջը, ես դեմ եմ այդ հարաբերություններին, հետո ինչ-որ վեճերով, մի կերպ ստիպելով, բաներով, շանտաժներով ամուսնանում է Նարեի հետ, սենց գնաց էլի ամեն ինչ, շատ ուրիշ ձև դասավորվեց։ Բայց հետաքրքիր էր ամեն դեպքում։ Ներողություն, բայց դա Արմոյի մասին է խոսքը, դա ֆիլմի մասին է խոսքը, սիրելի հանդիսատես, խնդրում եմ, հա, այն ամենը ինչ որ անում եք Գարիկի գլխին, մի արեք, հա, հատկապես մեքենայից հետ կապված։ Իրականում այսպեսի մի դեպք պատմեմ, չգիտեմ, դա հավանաբար կերպարը ավելի լավ կերտելուց էր։ Մեքենաս կանգնացնում եմ Հայաթում, գիշերը ժամը 2-ի սահմաններում, առավոտյան արթնանում եմ, տեսնեմ մեքենայից վրա X են քաշել։ Ինչի ոնց։
Ժողովուրդ, շնորհակալ եմ, որ հետևում եք։ Բայց խնդրում եմ, Սարտեմատիկային շնորհակալություն։ Դա Արմայի մեքենան չէր, Գարիկի մեքենան։ Արմայի մեքենայի հետ ինչ ուզում եք արեք։ Ընդհանուր նկարահանման process-ը հաճելի է, ձանձրալի է, երկար է, կարճ է, հետաքրքիր է։ Իրականում, սենց ասեմ, հետաքրքիր է եղել հենց ամենասկզբից, ասեմ, որ իմ համար էլ, Գարիկի համար էլ նոր էր սենց մեծ պրոյեկտում աշխատելը ու լինել սկզբից մինչև վերջ, դեբյուտային նախագիծ է եղել մեր համար ու սկզբում թիմն էլ մեզ շատ օգնեց, որ մենք որ զրոյից հասնենք իրանց էլի, թե դերասանական կազմը, թե ռեժիսորը, թե օպերատորները, բոլորն էլ օգնել են էլի մեզ, ինչ որ եթե սխալ ենք աշխատել օրինակ կամերայի հետ կամ լույսի հետ, մեզ ասել են, չգիտեք, սենց պետք է անենք, սենց է ճիշտը։ Անդրանիկ Խաչատրյանը, ով մարմնավորում էր իմ պապայի կերպարը, Սակոին, ծնողի նման կարելի է ասել կփաստի, որ հենց ուղեկցել է, ձեռքերից բռնել է, մեր սենց տարել է առաջ, ասել է սենց պետք է անենք, առանձին նստել ենք, խոսել ենք իրար հետ։ Ու այդ մտերմությունը համ եղել է կամերայից այն կողմ, համ այս կողմ։ Իրական կյանքում մենք շատ մտերմացանք ու քանի որ հնարավորություն ընձեռնվեց, շնորհակալություն հայտնեմ Անդրանիկ Խաչատրյանին, ում շնորհիվ կարողացավ եւ իմ կերպարը եւ Պավելի կերպարը ավելի վստահ ներկայանա հանդիսատեսին, որովհետև ինչպես Պավելը ասաց, որ յուրաքանչյուր քայլ կարելի է ասել վերահսկվել է, լավ իմաստով վերահսկվել եւ հղկվել է համատեղ աշխատանքի արդյունքում։ Եվ շնորհակալություն ամբողջ աշխատանքային ստաֆին, ովքեր համբերատար սպասեցին եւ համբերատար համատեղ աշխատեցին եւ ունեցանք մեր կերպարների ամբողջականացումը։ Բայց միևնույն ժամանակ ես իմ կերպարին արդարացնում եմ նրանով, որ այս ամեն ինչը, այդ քայլերը, ինչը որ ինքը անում էր, դա գալիս է մանկությունից։ Քանի որ Սակոն Վրամի հայրը իմ մանկության տարիներին իմ աչքի դեմը իմ հորը ներողություն արտահայտությանս համար ստորացրել է, դրանով պայմանավորված իմ կերպարն ունի վրեժ լուծելու։ Այդ վրեժի ժամանակահատվածում գալիս է մի հատ աղջիկ Նարեն, ում սիրահարվում է Արմոն, եւ վրեժի խաթանման առաջին պատճառներից է դառնում Նարեն, ում միջոցով կարող է նաև այդ վրեժը չլուծվեր։ Քանի որ Նարեն մերժեց Արմոին չընտրեց, այլ ընտրեց Հայկին, դրանով պայմանավորված Արմոն ավելի շատ չարացավ առ Հայկ եւ նաև վրեժը լուծելը ավելի առաջնային պլանում գտնվեց։ Իմ կարծիքով իմ կերպարը արդարացված է նրանով, որ ինքը ունի մանկությունից հիշվող դեպքեր, որոնք որ հոգեբանական տրավմա ունի։ Այո, որոնք որ դրդում են նման քայլերի գնալ։ Բայց արի ասենք, որ ցանկացած բացասական կերպար խաղալուց դու պետքա արդարացնես այդ կերպարի բացասական։ Այո, ինստիտուտում սովորեցնում եղեք ձեր դերի դատապաշտպանը։ Կապ չունի, ինչ կերպար է։ Չես կարա։ Դրա համար էլ վերջում դիպլոմային քննությանը դերի պաշտպանությունն է հանձնում, կլինի բացասական թե դրական։ Ու ես կուզեմ հեռուստադիտողին էլ ասեմ, որ ամեն դեպքում այդ բացասական կերպարը, որ դուք տեսնում եք, դրա հակառակ կողմն էլ նայեք ու փորձեք արդարացնեք այդ կերպարին, տենց չի։ Միանշանակ, որովհետև փողոցում չծեծեն։ Որ մեքենայի վրա X շան։ Շատ լավ, մենք միշտ տեսնում ենք ինչ որ տեսնում ենք արդեն պատրաստի, հա, նկարահանված, մոնտաժված ու շատ գեղեցիկ մատուցված, բայց նաև հեռուստադիտողին միշտ հետաքրքիր է, ինչ է կատարվում նկարահանման հրապարակում, որը չի ֆիքսվում եւ չի ցուցադրվում։ Այ ինչ է կատարվում։ Այդ առումով էլ փակագծերը չեմ բացի, բայց կասեմ, որ ամեն դեպքում հեշտ չի։ Մարդիկ միշտ թե ներկայացում գնալուց, թատրոն գնալուց, թե ֆիլմը, սերիալը դիտելուց միշտ մտածում են դե մանավանդ դերասանի առումով, դե ինչ են անում, որ ինչ որ տեքստ է, չգիտեմ, խոսում են, ասում են, շատ հեշտ են պատկերացնում էլի, բայց կամերայից այն կողմ, թե դերասանը ռեժիսորի հետ, օպերատորների հետ ինչ աշխատանք է տանում, չի երևում։ Կլինի հողերի մեջ, անձրևի տակ, ձյան տակ, արևի տակ, այդ ամեն ինչը հեշտ չի։ Իհարկե, ահռելի մեծ աշխատանքի արդյունքում մենք ունենում այն, ինչ որ պատրաստի վիճակում տեսնում է հանդիսատեսը։
Իսկ այդ աշխատանքը այդ հայտնի է մեզ այն մարդկանց, ովքեր որ կատարում են, այն մարդկանց, ովքեր որ այդ գործի մեջ են։ Բայց ասեմ, որ կարող են հետևել Instagram-յան էջին, Հարսնաձորի լեգենդա էջին ու այնտեղ լինում է էլի backstage-եր լինում է ու կարան ամեն դեպքում տեսնեն ինչ է կատարվում։ Լավ, իսկ ճանաչելիությունը ինչ տվեց։ Հաճելի։ Հաճելին հարաբերական էր, քանի որ դա սպասված էր։ Իհարկե, եթե Հաճելին հարաբերական է ասած։ Հատկապես Արմոյի պարագայում, քանի որ դա բնական երևույթ էր, իմ կարծիքով, եթե ես ինքս ընտրել եմ այս մասնագիտությունը, տրամաբանական է, որ պետք է ճանաչելիություն տա, եւ ունի դրական եւ բացասական կողմերը, հատկապես իմ կերպարի հետ կապված ասեմ, որովհետեւ շատ բացասական արձագանքներ ունենք հանրությունից, երևի ինչ-որ նպաստում է իմ լավ կերտելուց, էլի հավանաբար, տենց կարելի է մեկնաբանել։ Անձնիկին սկզբում շատ դժվար էր, քանի որ իմ կերպարը սկզբից եղել է ավելի բացասական, քան Գարիկինը ու շատ վատ մեկնաբանություններ, YouTube-ի մեկնաբանության բաժնում, թե առօրյա տեսնելուց շատ վատ բաներ են ասել, բայց հետո սկսեց հանրությունը ավելի լավ վերաբերվել, քանի որ տենց սյուժեն էլ տարավ դրան, որ կերպարս ավելի բարի դարձավ, էլի։ Սկզբում մի քիչ չէի հասկանում ամեն դեպքում ինչ է կատարվում, մարդիկ խի են այս ձևով նայում ինձ, ինչի համար էլի, հետո քիչ ընտելացա այդ ամեն ինչին, բայց հաճելի է ամեն դեպքում, երբ որ դու նստում ես տաքսի ու վարորդը սկսում է խոսել քեզնից, որ ամբողջ ընտանիքով քո մեծ երկրպագուն են բան, բայց այդ ամեն ինչի մեջ անպայման Գարիկից են վատ բաներ ասում ու ես ստիպված բոլորին ասում, հա դա ինչ անիկ է դա։ Շնորհակալ եմ տանելու համար։ Ես բոլորին ասում եմ, որ տենց չի ու մի անգամ Էջմիածնում մի հատ մեքենա եկավ կանգնեց ու սկսեց Գարիկին շատ վատ բաներ ասել էլի ու այն կարգի որ ես չեմ կարող իրան ասեմ մի վայրկյան էլի խնդրում եմ լռեք ես իմ ասելիքը ասեմ հա այդ չի ինչ որ դուք եք մտածում բայց ի վերջո կարողացա լռեցնել տարիքով մարդ էր էլի ու ասացի կներեք բայց ինքը իմ շատ մտերիմ ընկերն է ու ես կարող եմ փաստել որ ինքը իրական կյանքում այդպեսին չի ընդհանրապես բաներ չի անում իսկ թատրոնը որովհետև թատերական ինստիտուտ բնականաբար դերասանի համար նաև առաջնային պլանում է թատրոնը հա թատրոնը իմ համար սկզբից էլ եղել է միշտ ուրիշ պլանկայի վրա որովհետև դերասանի համար իմ կարծիքով այդ ներկայացումից հետո այդ ծափերը մի ուրիշ աշխարհ է էլի ամեն դեպքում անկախ նրանից թե երբ կհայտնվես ու ոնց կհայտնվես TV-ում ինչ պրոյեկտում կլինես դու պետքա հղկվես թատրոնում ու այդ քեզ շատ բան է տալիս էլի դրա համար երբ որ մենք գնում ենք թատերական ինստիտուտ առաջին հերթին չգիտեմ ուսումնասիրում ենք Ստանիսլավսկի, Չեխով եւ այլն ու կրթվում ենք որպես թատրոնի դերասան հետո արդեն հնարավորություն ենք ունենում ընտրելու առարկա աշխատանք տեսախցիկի հետ որն էլ արդեն մեզ սովորացնում է թե ոնց պիտի աշխատենք տեսախցիկի հետ, ռեժիսորի հետ։ Ես առաջին կուրսից հետո գնացել եմ թատրոն, Պատանի հանդիսատեսի թատրոն, այդ ժամանակ Դավիթ Հարությունյանը Խենթն էր բեմադրում։ Այնտեղ եղել եմ երկու կերպար եմ խաղացել, սկզբից հայ զինվոր էի խաղում, ներկայացման կեսից փոխվում էինք, որպես քուրդ էինք մտնում, ու այդ եղել է իմ բեմելը, շատ հուզված, շատ ուրիշ տպավորություններ էր էլի, որ բառերով իրոք չես կարող ասես։ Այո, անամենտ Պատանի հանդիսատեսում, որտեղ ես էլ եմ այնտեղ խաղացել 4 տարի, 5 տարի։ Հետո բախտը տարավ ու գցեց Սունդուկյան թատրոն։ Բախտը սենց վերցրել։ Այնտեղ պատվի համար ներկայացման մեջ եմ ու մասսայական տեսանն եմ, էլի պարող տղաներից եմ։ Ճիշտ է, փոքր քայլերով են գնում թատրոնում դեպի առաջ, բայց իմ կարծիքով այդ ամենաճիշտն է։ Այդտեղից ես սովորում, թե թատրոնում ոնց պիտի աշխատես, այդտեղից հասկանում ես բեմը քեզ սիրեց, կամ դու իրան սիրեցիր, թե չէ։ Վարպետների հետ ես ծանոթանում, աշխատում ու շատ բան ես սովորում։ Իսկ կա ցանկալի կերպար թատրոնում։ Շատ կուզեմ խաղամ հիմա, չէ, մի քիչ ավելի հասուն տարիքում
Սարտերի Սատանան եւ Տեր Աստվածը գործի գեցի կերպարը։ Այդ միշտ ուզեցել եմ ու ինձ թվում է մի օր կբեմադրվի ու ես կխաղամ։ Կգա այդ օրը։ Ես դեռ թատրոնում փորձ չունեմ պրոֆեսիոնալ, ինչ կա ինստիտուտի մակարդակով, որը որ կուրսային աշխատանքների արդյունքում է եղել ռեժիսորների, ովքեր որ դիպլոմային են հանձնել առայժմ փորձս միայն դրանով է սկսում եւ սահմանափակվում, բայց ցանկալի է, իհարկե ցանկալի է դերասանի իմ պարագայում ես ցանկանում եմ եւ թատրոնում եւ ֆիլմում հանդես գալ, քանի որ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց ֆիլմ, չեմ պատկերացնում իմ կյանքը առանց թատրոն, այդ ընդհանուր համաձուլումն է, որ հավանաբար իմ մասնագիտությունը լիարժեք կսարքի եւ կբավարարի իմ անձը։ Ոնց հասկացա մեկնաբանություններ կարդում եք YouTube-ում, որովհետեւ բավականաչափ տեղեկացված եք թե մարդիկ ձեր մասին ինչ են խոսում, ինչ են մտածում։ Ինձ հետաքրքիր է պատասխանում եք մեկնաբանությունների։ Եղել են դեպքեր, որ չդիմանաք ու հետ պատասխանեք։ Իրականում այն սկզբնական ժամանակահատվածում էր, որ ինչ որ շատ վատ մեկնաբանություն էր եկել։ Ու իմ ընկերներից մեկը սկրին անում ուղարկում, բա ես պետք է գտնեմ այսով, ասենց բան, չէ, հանգստացի, նորմալ է, բնական է, ինչի մասին է խոսքը, դա իմ անձին չի վերաբերվում։ Դա վերաբերվում է մի մարդու, ով գոյություն ունի մի հատ տաղավարում, որտեղ որ սկսում եւ ավարտվում է, ուրիշ ոչինչ։ Նու իրականում հաճելի չի տեսնել մի բան, բայց միևնույն ժամանակ հանգստացնում ես քեզ նրանով, որ հասկանում ես, որ չէ, այ մարդը քոնը չի, всё, լավ, հանգիստ, պետք չի անհանգստանալ, նորմալ է, զուտ։ Բայց ասեմ, մեր ընկերների մամաներն են մտնում մեկնաբանություն գրում, եթե տեսնում են, ասեն Գարիկին ինչ-որ վատ բան են գրել, դրա տակ անպայման մի լավ բան գրում են, Պաշտպանում եք։ Իսկ եթե ձեր կերպարներին հանդիպեիք իրական կյանքում, ինչ կասեիք։ Յուրաքանչյուրը ձեր կերպարին։ Մի խորհուրդ կամ ինչ-որ մի բան։ Շատ լավ են հուշում։ Իրականում ես իմ կերպարին կասեի, ուղղակի հանգստացի։ Իրոք էլի, որովհետև կերպարս պետք է ինչ-որ չափով հանգստանալ, որովհետև այն բացասական արարքները, ինչը որ Արմոնը անում, դա անմարդկային է, շատ անմարդկային է, ես դա ընդունում եմ, բայց միևնույն ժամանակ արդարացնում եմ իմ կերպարին, ինքը ճշմարիտ է իր տեղում, ես որպես Գարիկ քննադատելով Արմոյին, ասում եմ, որ ամեն ինչ իր սահմաններն ունի եւ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Ես առաջարկում եմ ձեր էջով հենց մտնեք ու մեկնաբանություններում Արմոյին նույնպես շարունակեք վատ բաներ գրել։ Իսկ դուք ձեր կերպարին ինչ կասեք։ Ես կասեի աչքերդ մի քիչ ավելի լայն բացի ու այդքան մի վստահի մարդկանց։ Դրսում այդ խորհուրդը շատ չեն տալիս, որպես կերպար ընդունելով։ Ինչ որ գալիս են միշտ ասում են մի արա սակոին մի թող է դեղերը խմի, էս արային Արմոյին այդքան մի վստահին արային լսի, բան Սոնան քո համար լավ կին է, ասենց ինչ որ բաներ միշտ լինում է, էլի, որովհետև կերպարն էլ ինքը վստահում է բոլորին, բայց ինչ որ չափով շատ զգուշավոր է, ինքը իր այդ զգուշավորությունը ունի, էլի, բոլորից էլ։ Մենք գտնում ենք Վեդիալկոյում, հա, այսինքն մի վայր, որտեղ կա բնություն, արվեստ, գինի ու տրամադրություն։ Ամենակարևոր պահերին, երբ որ լինում եք սեղանի շուրջ ու բախտավիճակվում բաժակ բարձրացնել, այ ինչ եք մաղթում, ինչի մասին եք խոսում, երբ որ ձեր ձեռքում արդեն գինու բաժակներին։ Առաջին հերթին խաղաղություն, հետո առողջությունը ու մնացած մաղթանքները արդեն, որովհետև եթե խաղաղություն չեղավ, այդ առողջությունն էլ պետք չի, այդ հաջողություններն էլ պետք չեն, ոչ մի բան պետք չի լինի։ Հայկական ավանդական սեղանները սկսում է բարով տեսանքին, դա բարով տեսանքից։ Ես բարով տեսանքի հետ մեկտեղ ասում եմ Աստված օրհնի մեր աղոհացը, որը որ մենք միասին ենք կիսում, որովհետև շատ կարևոր է իմ համար այն հացի կտորը, որ ես կիսում եմ դիմացինի հետ։ Իմ համար դա մի հատ պատմություն է։ Քանի որ վերհիշելով այն տարիները, որ մեր հայ ժողովուրդը ունեցել այդ դժվարությունը եւ այդ մի փոքր հացը դժվար է վաստակել, չի եղել ինչու՞ չէ նաեւ։ Հիմա որ մենք ունենք այդ հնարավորությունը ու հեշտ հասանելի է այդ ամեն ինչը, չպետք է կորցնենք այդ արարողակարգը կոպիտ ասած, որ
այդ Ավանդույթները պետք է պահվի։ պետք է փորձենք հնարավորինս։ Առավելևս մի վայրում են գտնվում, որտեղ բոլոր ավանդույթները պահվում է գինեգործության մեջ եւ այն կարևոր արտադրանքի մեջ, որը ներկայացում է։ Եվ ուզում ենք նվիրել ձեզ իհարկե Վեդիալկոյի առաջարկած զանգու ընկերների համար գինին, սպիտակ եւ կարմիր, կերպարները կանցնեն կգնան, կմոռացվի հեռուստասերիալը, բայց ձեր ընկերությունը թող լինի հարատև եւ լավ պահերը ֆիքսեք իհարկե զանգուի հետ միասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ վերջում մի խաղ խաղանք, փորձենք գնանք Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալ եւ բացահայտենք դերասաններին։ Գնացինք։ Ով է հեռուստասերիալում ամենաբարին։ Ներողություն, Հարսնաձորի կերպարներից, թե իրական դերասաններից։ Կերպարներից հերթատողը տեսնում է։ Դերասանների։ Անդրանիկ Խաչատրյանը։ Ամենաջղայինը։ Այդ կարող եք յուրաքանչյուր ձեր տարբերակը ասել։ Ես եթե կողմ չլինեմ, իհարկե կբարձրաձայնեմ։ Ամենաջղայինը։ Մենք ջղային մարդիկ չունենք իրականում մեր հեռուստասերիալում։ Ես այդպես եմ ընկալում։ Չկան նյարդային դերասաններ, որ sense միշտ ուզում են արագ նկարվել, միշտ ներվային Պանիկյոր։ Այդ խնդիրը չի եղել, ոչ մեկին չի խանգարել, բայց Մեր աշխատանքային ստաֆը այնքան միասնական ա եղել, այնքան մի ընտանիքի նման մի բռունցք ա եղել, որ ոչ մի բացասական բան չի խանգարել։ Եթե անգամ ինչ-որ պահի ես եմ շտապել կամ մեկ ուրիշն է շտապել, միևնույն ժամանակ մենք հասկացել ենք, որ մտնում ենք նկարահանման տաղավար, շտապում ենք մինչև նկարահանման տաղավարում։ Նկարահանման տաղավարում իմ լինելը դա ինձ հաճույք ա տվել, ինձ համար շատ հաճելի ա եղել աշխատել այդ տաղավարում, եւ ոչ մի բացասական բան ես չեմ զգացել։ Բայց արի ասենք ջղային Ռոմելային, թող ջղայինանա։ Հա։ Ամենաընկերասերը։ Անդրանիկ Խաչատրյան։ Ես քեզ էի ցույց տալիս, որովհետև Անդրանիկին ասել էի, բայց լավ։ Ամենակարծածը, որ գալիս է եւ ասում սոված եմ, բան չկա ուտել։ Մարիամա Դավթյան։ Չէ, ես կողմ չեմ, քանի որ դերասաններից ենք խոսում, միայն, բայց մենք նաև ունենք աշխատանքային ստաֆ, ես մեր զվուկավիկ ինքի հիշացնեմ։ Նա եթե դերասաններից առանձին զվուկավիկ Արտուրին։ Այս վերջած բոլոր սերիալներում դերասանները չեն, այս հարցի պատասխանի։ Ամենաարագ նկարողը։ Ամենաարագը։ Մենք իրականում բոլորս էլ արագ ենք աշխատել տվյալ պարագայում, քանի որ նախապես պատրաստված գնացել ենք, չկա։ Բայց էլի Անդրանիկ Խաչատրյանը։ Միանշանակ։ Լավ, ենք Միշտ Անդրանիկ Խաչատրյանը։ Ամենահումորով դերասանը։ Որտեղ միշտ հումորներ անում, միշտ կատակներ անում։ Չէ, զարմանակ, բայց էլի Անդրանիկ Խաչատրյանը։ Որովհետև եթե ինքը նկարահանման հրապարակում է, վերջ։ Դե տղեր, ձեզ մաղթենք հաջողություններ, որ կերպարները ունենան իրենց հանգուցալուծումը, դուք էլ արդեն շարունակեք հաջորդ սերիալները, հաջորդ ֆիլմերը, հաջորդ դերերը եւ մաղթենք, որպեսզի լավագույն պահերն միշտ ֆիքսեք արդեն զանգուի հետ։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք հրավերի համար, հաճելի էր գտնվել այս տաղավարում, հաճելի էր շփվել ձեր հետ, ձեզ էլ բարի ընթացք ենք մաղթում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Հիմա մի քիչ դադար կարճ, շատ կարճ, հետո վերադառնանք ու շարունակենք։